Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին։ Հանդիպումներ խորհրդարանում։ Ազգային ժողովը հյուրընկալել է առաջին անգամ Հայաստան այցելած Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ավարտվել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Ինտերնետի ու նոր տեխնոլոգիաների առանցքային նշանակությանն է անդրադարձել Հակոբ Արշակյանը։ Խորհրդարանի փոխնախագահը ողջույնի խոսքով հանդես է եկել ինտերնետ կառավարման 10-րդ համաժողովի բացմանը։ Օրենսդիրներն իրականացնում են իրենց վերահսկողական գործառույթը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն այցելել են Տավուշի, իսկ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Արարատի մարզեր։ Հայաստան-Արգենտինա օրակարգին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը քննարկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ։ Կարևորվել է անհետ կորած համարվողների հարցը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Սաուդյան Արաբիայի խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այն ներառել է ինչպես քաղաքական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկկողմ տնտեսական հետաքրքրություններին վերաբերող թեմաները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղության խաչմերուկ նախագծին։ Պատվիրակության անդամները Ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ շրջել են նաև Ազգային ժողովի շենքում, ծանոթացել շենքի պատմությանն ու պայմաններին։ Հյուրերի հետ հանդիպել են նաև Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի անդամները։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը պատմական է համարել պատվիրակության այցը Հայաստան, նշելով, որ հյուրերը մեր երկրում են առաջին անգամ, այն էլ պատմական ժամանակաշրջանում։ Շուտով կլրանա 2 տարին, ինչ Հայաստան եւ Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, եւ պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծ հեռանկարներ կան։ Հայաստան եւ Սաուդյան Արաբիան ունեն փոխադարձաբար հետաքրքիր մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներ։ Շուրջ 30 տարվա հակամարտությունից հետո տարածաշրջանային համագործակցության հույս է արթնացել եւ տարածաշրջանի երկրների համար մեծ հնարավորություններ են ստեղծվում։ Խաղաղություն է հաստատվել եւ տարածաշրջանային հաղորդակցությունները շուտով կարող են բացվել եւ այստեղ Հայաստանը ակնկալում է բարեկամ երկրների ներդրումները եւ նրանց ներկայությունը մեր տարածաշրջանի հաղորդակցության ծրագրերում եւ այս առումով կարծում եմ, որ Սաուդյան Արաբիան եւս այն երկրներից մեկն է, որը ունի փորձառություն տարբեր հաղորդակցության ծրագրերում մասնակից լինելու եւ կարող է իր նպաստը բերել նաեւ մեր տարածաշրջանին։ Այցը նոր ձևավորվող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա եւ հիմք կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության ու հետագա նախաձեռնությունների իրականացման համար, նշել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը։ Սաուդյան Արաբիայում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը։ Սա մեր առաջին այցն է Հայաստան։ Շնորհակալ ենք բարեկամ երկրին ջերմ ընդունելության համար։ Շատ գեղեցիկ է ձեր երկիրը, ժողովուրդն էլ հյուրընկալ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համատեղ հռչակագրին։ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության ռազմավարությանը եւ հետեւողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը կառուցողական երկխոսության միջոցով։ Ալի Մուհամմադ Ալ-Շահրանին ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, կարևորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դեռևս չլուծված խնդիրների երկխոսության ճանապարհով լուծումը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացման, փոխադարձ առևտրի ներդրումների խթանմանն ուղղված քայլերի կրթական ծրագրերի վերաբերյալ։ Բարեկամական խմբի անդամներն ընդգծել են Սաուդյան Արաբիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
2026 թվականի ֆինանսական փաստաթղթի քննարկումներն այս շաբաթ եւս շարունակվեցին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։ Հաջորդ տարվա բյուջեի առանցքում են սոցիալական, անվտանգային, կրթական, գիտատեխնիկական, առողջապահական ուղղություններն ու առկա մարտահրավերներին արձագանքող լուծումները։ Անցնող օրերին падգամավորներին ներկայացվեցին ընթացիկ տնտեսական զարգացումները, 2026-ի պլանավորված միջոցառումներն ու պետական բյուջեի հիմնական ցուցանիշները։ Մինչ թվերին անդրադառնալը ֆինանսների նախարարը նախ մատնանշեց 26-ի թվային առանձնահատկությունները։ Առաջին փոփոխությունը նա է, որ միջնաժամկետ ծախսային շրջանակը մենք հաստատել ենք 5 տարով, ոչ թե 3 տարով, ինչը իրականացնում էինք նախկինում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի դիտարկմամբ 26-ի բյուջեի հաջորդ առանձնահատկությունը հետևյալն է։ Հիմա մենք ներկայացնում ու քննարկում ենք եռամյա բյուջե, այսինքն ոչ միայն 2026 թվականի անելիքներն ենք փորձում հասկանալ ու ծախսային հոդվածները, այլև ավելի երկար ժամանակի համար ենք դիտարկում, 3 տարվա համար եւ կանխատեսումներն 26, 27, 28 թվականի համար են։ Ու ֆինանսների նախարարությունը արդեն ներկայացնում է ոչ միայն թե հաջորդ տարի տնտեսական աճը ինչքան կլինի եւ դրան համապատասխան հարկային մուտքերը, ծախսերը, այլև ներկայացնում է նաեւ հաջորդ 2 տարիների իրենց պատկերացած շրջանակը։ Եթե ներկայացվի պարզ համեմատականով, ապա 2026-ի բյուջեն 25-ից տարբերվում է չափերով, տարբերվում է թե ծախսերի, թե եկամուտների մասով։ Այս պահին եկող տարվա բյուջեի մեծությունը 3.6 տրիլիոն դրամ է, այսինքն մեր բյուջեն ծախսային մասով կարելի ասել մոտեցել է 10 միլիարդ դոլարի սահմանագծին, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է։ Ծախսային հատվածում առանձնակի տեղ է հատկացված տնտեսական ու սոցիալական ոլորտներին նշյալ ուղղություններով կապիտալ ծախսերը 22%-ով կգերազանցեն 25-ի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։ Այն բոլոր ծրագրերը եւ բոլոր նախաձեռնությունները, որոնց մասին այս ընթացքում խոսվում է, իրենց արտացոլումն են գտել բյուջեում, այդ թվում ակադեմիական քաղաքի, առողջության ապահովագրության ու մնացած ուղղություններով։ 26 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 719 եւ 803 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերի 43%-ը 2026-ին կուղղվի պաշտպանական ոլորտին, այստեղ կան որոշակի կրճատումներ։ Կարևորը որ բանակի անելիքները այդ բյուջեի թեթևակի կրճատման արդյունքում չեն նվազում եւ այն խնդիրները, որոնք դրված են պաշտպանության ոլորտի առաջ, լուծվում են։ Ես թվեր չեմ ուզում հնչեցնել, ես կարող եմ ասել, որ բյուջեն համահունչ է մեր նպատակներին, այսինքն ծախսային մասը, երբ որ շարքվում է, որ նա չի անպատասխանում անցյալ տարվա թվերին, ասեմ, որ պարզապես բազմիցս բացատրվել է, թե ինչի է այդպիսի տարբերություն առաջացել, որը չնչին տարբերություն է, կապված այն ծախսային մասը, որ մենք արել ենք 24 թվականին, 25 թվականին, այն ծրագրերը, որոնք ներառված են այնտեղ, հիմա դրանք արդեն այս 25 թվականի բյուջեին սպառազինությանը բերվող մասում չկան, որտեղ մենք 24 թվականին, այնուամենայնիվ բանակի սպառազինության տեսանկյունից բավականին տպավորիչ փոփոխություններ են ենթարկում այն ծրագրին համահունչ, որը մեր նպատակն է ունենալ ժամանակից բանակ։ Ուժային կառույցների համար նախատեսված պետական միջոցները ներդրվելու են զարգացման ծրագրերի, ռեֆորմների ու մատուցվող ծառայությունների արդիականացման ուղղությամբ։ 2026-ին աննախադեպ աճ է գրանցված կրթության, գիտության, սպորտի, մշակույթի ոլորտների հատկացումներում։ Ավելի քան 1 միլիարդ դոլարի հատկացում է լինելու ոլորտին եւ ես կարող եմ ասել, որ այս հատկացումները եւ ավելացումը հատկապես վերաբերում են նախարարության գրեթե բոլոր ոլորտներին։ Ծախսերի առանցքում են ուսուցիչների կամավոր ատեստավորմամբ բարձրացվող աշխատավարձերը, սպորտային ենթակառուցվածքների համաչափ զարգացումը, անվանի մարզիկների անուններով Հայաստանի տարբեր մարզերում կառուցվող մարզապալատները։ Հաջորդ տարի տրամաբանական ավարտին կհասնի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը։ Կարևոր շեշտադրումը դրված է նրա վրա, որ այդ բոլոր դպրոցներում պետք է հին որևէ գույք չլինի։ Կառավարությունը հաստատեց մեկ այլ նախագիծ եւ բյուջեով էլ նույնպես 26 թվականին նախատեսված է մի քանի միլիոն դոլար արժողությամբ գույքը 2026 թվականին, ինչպես եւ խոստացվել էր, կլինեն մեր նորակառույց դպրոցներում եւ նորակառույց մանկապարտեզներում։
Կառավարությունը վերանայել է կենսաթոշակառուների գնումներից գոյացող հետվճարը նախկին 10-ի փոխարեն կսահմանվի 20%։ Հետվճարների համակարգից 2026-ից կօգտվեն նաև անկանխիկ եղանակով գնում կատարած այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են առկա քարտի քարտապաններ, հետվճարը կլինի 2%։ Բյուջետային ծախսերի առանցքում են հյուսիս-հարավ ճանապարհը եւ սոցիալական ծախսերը տարբեր ուղղություններով։ Տարի սոցիոբյուջեն ավելանում է, բայց այս ավելացումները ցավոք սրտի չեն բերում նոր ծառայությունների ավելացում, որովհետև մենք ունենում ենք նաև բնական աճ կենսաթոշակառուների թվի, նպաստառուների թվի, բայց կան որոշակի դրական փոփոխություններ այն առումով, որ օրինակ անձնական օգնականի ինստիտուտը կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրվող ծառայությունների գումարները 26-27 թվականների համար նախատեսում ենք որոշ դեպքերում նաև կրկնակի ավելացնել։ Արդյունքում 26 թվականի տնտեսական եւ սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կազմեն ՀՆԱ-ի 3.4%-ը, իսկ 27-28 թվականին 3.2 եւ 3.6%-ը։ Հատկացումներից անմասն չեն ներկայացուցչական ու մեր երկրի միջազգային հեղինակավոր միջոցառումների իրականացման ուղղված ծախսերը։ 26-ի մայիսին Երևանում կկայանան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը եւ ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Իսկ հարկեր հնահարաբերակցության մասով կանխատեսումները հետեւյալն է։ 25 թվականին հարկեր հնահարաբերակցությունը նախատեսում է ավելացնել 1%-ային կետով եւ եթե չեմ սխալվում 0.4%-ային կետով էլ հաջորդ տարվա բյուջեով է նախատեսում, ինչը շատ կարեւոր է, իհարկե դա չի նշանակում, որ մեր տնտեսությունում ստվերի մակարդակը 0-ի է հասնում, բայց սա նորմալ պրակտիկա է, ոչ մի երկրում տնտեսության մեջ ստվերի 0% մակարդակ չկա ու այդ ճեղքը կամ պոտենցիալը, որ ավելի շատ հարկեր հավաքեն, կարող է այնքան մեծ վարչարություն պահանջի, որ դրա իմաստը ընդհանրապես չլինի։ Ցանկալի թիրախին հասնելու համար Թունյանը կարևորում է օրինապահ հարկ վճարողների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծելը։ Պատգամավորի դիտարկմամբ բյուջեի նախագծով շարունակելու է նվազել պետական պարտք հնահարաբերակցությունը։ Եկող տարի, եթե չեմ սխալվում, մենք 54%-ի շրջանակներին ենք լինելու եւ դրան հաջորդող առաջիկա 3-4 տարիների ընթացքում կամ 2-3 տարիների ընթացքում ֆինանսների նախարարությունը պլանավորում է պետական պարտքի մակարդակը ավելի նվազեցնել եւ հասցնել 50%-ի։ Չնայած այս պահին մենք պետական պարտքի մակարդակի առումով էլի գտնվում ենք նորմալ միջակայքում, բայց նպատակ ունեն պարտքի բեռը մի քիչ ավելի նվազեցնել, որպեսզի մեր հարկաբյուջետային քաղաքականությունը, այսինքն մեր հնարավորությունները ավելի մեծ լինեն եւ ճկուն։ Այս ամենով հանդերձ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը 2026-ի բյուջեն որակում է հավասարակշռված, խելամիտ եւ մեր երկրի առաջնահերթությունները հաշվի առնող փաստաթուղթ։ Բյուջեի նախագծի նախնական քննարկումներն ավարտված են եւ հաջորդ փուլով փաստաթուղթն արդեն ընդունելի առաջարկներով կքննարկվի նիստերի դահլիճում։ Հայաստանի ինտերնետ դիմակայություն, թվային քաղաքականություն, լայնաշերտ ինտերնետի հասանելիություն եւ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններ ու մարտահրավերներ։ Այս հարցերն են քննարկվել ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովում, որին մասնակցել եւ փոփոխվող աշխարհում ինտերնետի եւ նոր տեխնոլոգիաների նշանակության մասին խոսել է ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Ինտերնետը մարդկության կյանքն ու կենցաղը փոխել է, փաստում է ազգային ժողովի փոխնախագահն ու հավելում։ Մենք առերեսվում ենք իրավիճակի հետ, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական ոլորտներ։ Այն իհարկե արդեն իսկ մեր կյանքում, առօրյա կյանքում առկա է, բայց դրա ներկայությունը ես կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում անճանաչելիորեն կփոխի հասարակությունները, կփոխի կենցաղները։ Ազգային ժողովի փոխնախագահը խոսել է տարբեր ժամանակներում ոլորտի նորարարության ազդեցությունների, դրանց վերաբերյալ հասարակության վերաբերմունքի մասին։ Մենք առաջիկայում ականատես ենք լինելու, որ այլևս այդ կենցաղային հոգսերը հոգալու են մարդանման ռոբոտները, արհեստական բանականությամբ զինված եւ մարդիկ ունենալու են ավելի մեծ հնարավորություններ հոգատարությամբ դաստիարակելու իրենց երեխաներին։ Զբաղվելու նրանով, ինչը իրենք ավելի շատ են սիրում, այլ ոչ թե ստիպված են անել։ Նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ տարիների ընթացքում ամբողջական փոփոխության է ենթարկվելու եւ արդյունաբերությունը եւ հասարակական կյանքը, ընդգծել է Հակոբ Արշակյանը։ Երկրների նույնիսկ չեմ վախենա ասել
ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերը ուղղակիորեն կապված են լինելու նրա հետ, թե երկրները որքանով են կարողանում նոր տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան, ավիատիեզերական տեխնոլոգիաները վերցնել, օգտագործել իրենց զարգացման համար, իրենց հասարակություններին ծառայեցնելու համար, որքանով է այդ կրթական միջավայրը հասանելի լինելու մարդկանց եւ որքանով են մարդիկ իսկապես դրանից օգուտ քաղելու։ Այս առումով կարևորվել են վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքները։ Ազգային ժողովի փոխնախագահը կարևորել է հասարակության կողմից նորագույն տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորությունների արդյունավետ օգտագործումը։ Ես կարծում եմ, մեր հասարակությունը արդեն իսկ որոշում է կայացրել ոչ թե փայտերով խփել արհեստական բանականությանը կամ հումանոիդ ռոբոտներին կամ այլ նորարար տեխնոլոգիաներին, այլ վերցնել եւ օգտագործել դրանք իրենց սիրած աշխատանքով զբաղվելու, ստեղծագործ նորարար լինելու, կրթությունը ավելի հասանելի դարձնելու, արվեստը, երաժշտությունը, գրականությունը ավելի մարդկանց մոտ դարձնելու եւ դրանցով ապրելու եւ ապրեցնելու մեր ապագա սերունդներին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում եւ հաջողություններ։ Նման միջոցառումների անցկացումը կարևոր է, այն մեկտեղում է պետական ու մասնավոր հատվածի, տեխնիկական եւ ակադեմիական համայնքների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ինտերնետը հիմա այնքան շատ է տարածված ամենուրեք, որ բոլորի հետ էլ անհրաժեշտ է համաձայնեցնել քայլերը եւ կարգավորումները եւ ստանալ ցանկալի արդյունք, որ բոլորի համար հասանելի եւ օգտակար լինի ինտերնետը։ Համաժողովն ավարտվել է հետևյալ համոզմունքով՝ ժամանակակից աշխարհում նորագույն տեխնոլոգիաները մրցակից չունեն։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները պարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում ծանոթանում բնակիչների խնդիրներին։ Հերթական այցի համար ընտրվել էր Տավուշի մարզը։ Падգամավորները նախ եղան Դիլիջանում։ Գետափնյա փողոցում ծանոթացան ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքներին, զրուցեցին բնակիչների հետ։ Գոհեք աշխատանքից։ Հա, մի հատ է զրուցարան, բիսեդկա ասել, չէ՞։ Հա, բեսեդ հնարավոր, որ շատ է դարձյալ։ Մեր շնորհակալությունը վարչապետին կհայտնենք։ Ապրեք, անպայման կփոխանցեն։ Լավ է։ Падգամավորները Գետափնյա փողոցում մասնակցեցին նաև Եղևնիների տնկման աշխատանքներին։ Տվյալ փողոցում աշխատանքները սկսվել է մոտավորապես մայիս-ապրիլ ամիսներին, 2.4 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է, ասֆալտապատվում է, մայթերն է հիմնանորոգվում եւ շենքի բակերով ամբողջությամբ ասֆալտապատվում է, ընդհանուր 895 միլիոն դրամ արժողությամբ, որի 536 միլիոնը համայնքի մասնաբաժինն է, մնացածը պետության։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների այցը Տավուշի մարզ շարունակվեց Կիրանցում։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են ու բարձր քողարկող պատեր։ Զարգացնելու ենք այդ խաղաղությունը, ավելի ենք ամրապնդելու։ Մենք մեր գործընկերների հետ հիմա եկել ենք այստեղ, շրջելու ենք Կիրանցում, Ոսկեպարում եւ այցելելու ենք բոլոր այն հատվածները, որտեղ որ տարբեր ծրագրեր են իրականացվում կառավարության կողմից։ Կիրանցի նորակառույց դպրոցն է նախատեսված 100 աշակերտի համար։ 2 տարի տևած շինարարությունից հետո 2024-ի նոր ուսումնական տարին Կիրանցի 34 աշակերտի համար մեկնարկել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված մեծ մարզադահլիճով, լաբորատորիայով, հետաքրքիր լուծումներով գրադարանով, հանդիսությունների դահլիճով ու ընդարձակ դասասենյակով լուսավոր դպրոցում։ Այս տարի աշակերտների քանակն աճել է, այս պահին դպրոցում սովորում է 42 աշակերտ։ Հիմա այս մեկը ավելի լավն է, չէ՞։ Հա, ինչ լավ է։ Ապրեք, դերվայլեք։ Շեզինա, լավ կսովորենք ստեղ։ Ընտեղ նստանները քիչ է, սեն շատ է։ Ամբողջ օրը, որ դասամիջոցա լինում, գնում ենք, ընտեղ բանկադա ենք խաղում, են տալու։ Գալիս ենք ֆիզկուլտ ենք անում, լիքը խաղեր ենք խաղում, դաս ենք անում։ Կիրանցին հարևան Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին է ակտիվ վերանորոգման փուլում։ Սահմանազատման օրերին այս եկեղեցու շուրջ կրքերը չէին հանդարտվում։ Սահմանազատումից հետո հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին սահմանային սյուներից այս կողմում է եւ բաց է այցելուների համար։
Ազգային ժողովի իշխող խմբակցության падգամավորները Տավուշում այցելեցին նաև Բերքաբեր։ Բերքաբերում կառավարության 16+5 միլիոնի ծրագրով կառուցվում է 101 տուն։ Կառավարությունը դեռևս 2024 թվականի հունիսին ընդունած որոշմամբ սահմանել էր, որ Տավուշի մարզի Բաղանից, Բերքաբեր, Կիրանց եւ Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում ընտանիքներին կաջակցի ոչ թե 16, այլ մինչև 21 միլիոն դրամի չափով։ Եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուները հաշվառված են եղել տվյալ բնակավայրում։ Գյուղում 110 տուն, եթե չեմ սխալվում, նորը կառուցվել է արդեն։ Ավելի շատ նոր տուն կա, քան հինը էլի։ Իսկ հիմնական երիտասարդներն են օգտվում ծրագրից։ Հա, երիտասարդները։ Չէ, չեն լքել։ Գյուղատնտեսությամբ են զբաղվում, տարբեր փոքր արտադրամասեր կա։ Մենք մեր սեփական մաշկի վրա զգում ենք այդ խաղաղությունը, որ ոչ մի անգամ չենք զգացի, համ ֆիզիկապես ենք զգում, համ հոգեպես ենք զգում։ Դե ժամանակ կրակում էին, մտածում էր ինձ անես, որ չմեռնես։ Հիմա չկա այդ խնդիրը։ Իսկ հոգեպես այնա, որ հանգիստ ապրում ես քեզ համար, գիշերը քնում ես։ Կրակոցի ձայն էլ չկա էլի։ Աշխատանքի բերումով տարբեր տեղեր եմ եղել։ Վրաստանում եմ եղել, Ռուսաստան, Եվրոպա եմ եղել, բայց չեմ լքել գյուղը, միշտ ստեղ եմ եղել։ Չունենք այդ խնդիր, կառավարությունը ամեն ինչ արել է։ Դες մանր բաներ կա, ասենք հետագայի զարգացման համար, օրինակ լողափը որ ունենք, ցանկալի կլներ ավելի մեծացնեինք, որովհետև շատանում են արդեն, տենց խնդիր կա տարածքի հետ կապված։ Ամփոփելով Տավուշ կատարած այցը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ բարձրաձայնված խնդիրներն իրենց համար նորություն չէր։ Հիմնական նպատակը գետնի վրա մարդկանց խնդիրները լսելը, կատարված աշխատանքը արձանագրելը, կատարված աշխատանքի շարունակականությանը հետևելն էր։ Մարդկանց առօրյա կենցաղային են աշխատատեղեր, բնակարանաշինության հետ կապված հարցեր, այնտեղ որտեղ որ բնակարանաշինություն կա, մարդկանց հետաքրքրում է կոմունիկացիաների հարցերը համապատասխան, հատկապես Տավուշում, հատկապես Կիրանց, Ոսկեպար, Բերքաբեր համայնքներում մեր այցելության եւ քաղաքացիների հետ շփման ընթացքում մենք արձանագրեցինք, որ մարդիկ միանշանակ գոհ են եւ պաշտպանում են խաղաղության օրակարգը եւ ասում են, որ խաղաղությունը այն մեծ հնարավորությունն է, որը մեզ թույլ է տալու, որպեսզի մենք լուծենք մեր բոլոր առօրյա խնդիրները։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ շարունակելու են իրենց վերահսկողական գործառույթն իրականացնել, այցելելով Հայաստանի տարբեր մարզեր, տեղում համոզվելու, որ բարձրաձայնված խնդիրները ստացել են լուծումներ։ Հերթական նիստերից առաջ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվեցին երկրի տարբեր ուղղությունները կանոնակարգող օրենսդրական մի շարք նախագծեր։ Կարգավորումները վերաբերում էին իրավական, տնտեսական ոլորտներին, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու աշխատանքային հարաբերություններին։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ի թիվս այլ նախագծերի անշարժ գույքի ուղղություններ։ Նոր կարգավորումներ են սահմանվում ռիելթորական շուկայի մասնակիցների համար։ Օրենսդրական փաթեթի հեղինակը կառավարությունն է։ Նպատակն է նախ պաշտպանել անշարժ գույքի գնորդներին, ապա շուկան դարձնել թափանցիկ ու վերահսկելի։ Համակարգը գործարկելուց հետո կլինի համապատասխան հարթակ, որը մի հատ կվերիֆիկացնի անշարժ գույքը, որպեսզի գնորդը իմանա, որ վաղը մյուս օր չի պարզվել, որ իր գույքի սեփականը դերը մեկ ուրիշ մարդ էր, կամ դրա հետ կապված որոշակի պրոցեսներ կային, կամ կալանքի տակ էր, կամ ինչ-որ խնդիրներ ուներ։ Փաթեթը թեև ստացել է դրական եզրակացություն, սակայն Բաբկեն Թունյանը փաստում է, որ եթե կիրարկման ժամանակ բարելավելու անհրաժեշտություն լինի, ապա վերանայումներ անպայման կլինեն։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած մեկ այլ նախագծով էլ բնապահպանական վճարների տուրքերի մասով կլինեն վճարման պարզեցումներ, որպեսզի մարդիկ սահմանային անցակետերում վճարումներ չկատարեն եւ արդյունքում հերթեր չգոյանան։ Հանձնաժողովն արտահերթ նիստով էլ քննարկեց падգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հեղինակած օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում էին պետական տուրքին։ Տեղական շուկան պաշտպանելու տեսանկյունից ներկրվող մետաղե ամրանների համար 1 տոննայի դիմաց սահմանվել էր 29000 դրամ պետական տուրք։ Ինչպես փաստում է Թունյանը, ժամանակն ու շուկայում տեղի ունեցած փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացրել վերանայելու տուրքի չափը։ Հիմա նախատեսում ենք դա բարձրացնել 45000 դրամի, որովհետև
փոխարժեքի հետ կապված, ԵԱՏՄ-ի կարգավորումների հետ կապված շատ մասնագիտական դետալների մեջ չմտնեմ, այնպես է դարձել, որ 29000 դրամը չի լուծում այն խնդիրը, որի համար դա սահմանվել է։ Արհեստակցական միություններին վերաբերող փոփոխություններն էլ քննարկվեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Օրենսդրական փաթեթը խորհրդարաններ բերել կառավարությունը, գործող օրենքով ուժային կառույցի ծառայողներին եւ արդարադատական ատյանների ներկայացուցիչներին արգելված էր ստեղծել արմիություն կամ անդամակցել այդ կազմակերպությանը։ Դրա սահմանադրականության հետ կապված մարդու իրավունքների պաշտպանը տեսել է խնդիր եւ սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գտել է, որ հիշյալ կարգավորումները հակասում են սահմանադրությամբ ամրագրված միավորման ազատության իրավունքին։ Արմիությունները կոչված են պաշտպանելու աշխատողների աշխատանքային եւ դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավունքները։ Հետևաբար գործադիրի ներկայացրած առաջարկներն ուղիղ բխում են սահմանադրական դատարանի որոշումից, որով մենք դաշտը բացում ենք նաև ուժային մարմինների համար, դատավորների, դատախազների, սահմանադրական դատարանի դատավորների համար, ինչը նշանակում է, որ վերջիններս եւս կարող են ձևավորել արմիություններ կամ լինել արմիության անդամ։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը, որի հեղինակներն են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու падգամավոր Գեղամ Նազարյանը։ Հունվարի 27-ն այսուհետ կլինի հայրենիքի պաշտպանության համար արիաբար ընկած հայրենիների հիշատակի օր։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների շարժայի խորհրդակցական խորհրդի նախագահ դոկտոր Աբդուլլա Բելհայֆ Ալ-Նուայմիի գլխավորած պատվիրակությանը։ Հայաստանը մեծապես կարևորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, նշել է Հակոբ Արշակյանը, հավելելով, որ մեր երկիրը ձգտում է զարգացնել եւ ամրապնդել Էմիրությունների հետ իր բարեկամական կապերը, ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում։ Աբդուլլա Բելհայֆ Ալ-Նուայմին Հակոբ Արշակյանին է փոխանցել շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ-Քասիմի ջերմ ողջույնները։ Նա նշել է, որ շարժան Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահետաքրքիր եւ մշակութային կենտրոններից է։ Հյուրը խոսել է շարժայի հայկական գաղութի մասին, ընդգծելով, որ մյուս գաղութների հետ ունեցած ընդհանրություններով հանդերձ այն ունի ինքնատիպ առանձնահատկություններ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմանը, կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Ընդգծվել է, որ խաղաղության հաստատումը կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանում։ Երկուստեք նշվել է, որ արկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ։ Անդրադարձ է կատարվել նաև բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներին։ Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության պատվիրակության հետ հանդիպել են եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթևիկ Գասպարյանը։ Արման Եղոյանը կարևորել է Հայաստան-Խորվաթիա միջխորհրդանական համագործակցության խորացումը, նշել, որ մի շարք ոլորտներում արկա է գործակցության զարգացման մեծ ներուժ։ Հանդիպման անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններին, մուտքի վիզաների ազատականացման գործընթացին։ Խորվաթիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեա Մետելկոս-Գոմբիչը նշել է, որ իրենց այցի նպատակն է զարգացնել եվրոպական ձգտումներ ունեցող Հայաստանի հետ գործակցությունը։ Դիվանագետը բարձր է գնահատել վերջին տարիների ընթացքում մեր երկրի ձեռքբերումները, հատկապես հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով։ Հյուրերը ներկայացրել են Եվրոպական միության անդամակցության ընթացքում եւ դրանից հետո Խորվաթիայի կառավարության եւ այլ ինստիտուտների կառուցվածքի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել այլ ձևաչափերով եւս իրականացնել փորձի փոխանակում։ Հայաստան-Լիտվա զարգացող հարաբերությունները, միջխորհրդանական սերտ համագործակցությունն ու բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը կարևորել են Ազգային ժողովի Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանն ու մեր երկրում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրյուս Պուլոկասը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն մուտքի վիզաների ազատականացման գործընթացին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կարևորվել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը։ Հերթական անգամ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գործուղվել էր Երևանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արարատի մարզ։ Առաջին կանգառն Արտաշատ համայնքում էր։
Շինարարական եռուզեռ ու նորոգման աշխատանքներ սուբվենցիոն ծրագրերով եւ համայնքային բյուջեից հատկացված միջոցներով իրականացվում են մի շարք աշխատանքներ։ Նախ պատգամավորները եղան շին հրապարակներում, հետևեցին մի շարք թաղամասերի նորոգվող փողոցների, կառուցվող խաղադաշտերի աշխատանքներին, ապա այցելեցին քաղաքային լճի տարածք։ Լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք 2021 թվականին խոստացել ենք, որ իրականացնելու ենք եւ ավարտին ենք հասցնելու մինչեւ 2026 թվականը։ Եվ մարզային այցերի շրջանակում սկզբում քաղաքացիները բարբերաբար խոսում էին խնդիրներից եւ մենք հիմա տեսնում ենք այդ խնդիրների լուծումները ինչպես են ավարտին մոտենում։ Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր ապրում են մարզերում, արժանի են արժանապատիվ կյանքով ապրելու։ Հաջորդ կանգառը Նորաշեն բնակավայրում էր։ Նորաշենցիների հիմնական խնդիրը նոր դպրոց ունենալն է, ծրագիրը կա, հաջորդ տարի նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները, վստահեցրեց Արտաշատ համայնքի ղեկավարը։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում մարզում կառուցվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, պատգամավորները դրանց շինարարական աշխատանքներին եւս հետևեցին։ Մենք տեսնում ենք, որ մի շարք ծրագրեր շատ ինտենսիվ կերպով այս պահին իրականանում են, շատ դեպքերում նաև ժամկետներից ավելի շուտ ավարտուն աշխատանքներ կունենանք եւ մենք ականատես ենք լինում, որ մեր համայնքները կերպարանափոխվում են դրական իմաստով բնականաբար եւ մեր քաղաքացիների հատկապես գյուղաբնակ մեր քաղաքացիների համար կյանքի նոր որակ են ապահովելու։ Կար մի ժամանակ, երբ որ արտաքին վտանգներն այնքան շատ էին, որ քաղաքացիները հիմնականում առաջնահերթ ուրեմն խաղաղության մասին էին խոսում, որովհետեւ հող մշակելը, դպրոց գնալը, հանգիստ ապրելը առաջին հերթին կապված է հենց խաղաղության եւ անվտանգության հետ, բայց վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը քաղաքացիների հենց հարցերից եւ վերաբերմունքից ցույց է տալիս, որ մարդիկ այս առումով արդեն հանգիստ են, հավատում են խաղաղությանը, տեսնում են խաղաղությունը եւ հիմա կենտրոնացել են իրենց միտքը, ներուժը ըստ էության կենտրոնացրել են իրենց համայնքի զարգացման վրա։ Իսկ Ջրաշենի բնակիչներն արդեն հյուրերի հետ կիսվում են։ Վերջին անգամ չեն հիշում, թե երբ է նման ծավալի շինարարական աշխատանք իրականացվել։ Գեսի մեր մանկապարտեզ տեղներս արկել են գոմ, իմի հետա շատ լավ է, տենան գալող տարի մեր երեխեք կետան մանկապարտեզ, շատ լավ կլինի։ Մարդիկ այսօր ոտները տնում են իրանց հողի վրա, եւ վաղ մեր հողը չէր։ Տնում են իրանց հողի վրա, պինդ կայնում են։ Կարան նախարարը ետել կռիվ տան, լեզվով էլի։ Խորհրդարանականները փաստում են կշարունակեն իրացնել իրենց վերահսկողական գործառույթը համոզվելով, որ յուրաքանչյուր քաղաքացու բարձրաձայնած խնդիր ստացել է պատշաճ լուծում։